Բարև ձեզ։ Արտառոցը Գյումրիում ընտրության արդյունքը չէ։ Այդ արդյունքն անգամ քաղաքական նողկալի բեմադրության հետևանք չէ։ Արտառոցն առջևում է, երբ Հայաստանի երկրորդ քաղաքի կառավարումը վերցնողները պետք է նստեն հանրապետության կառավարումն իրացնողների գնացքը։ Կառավարումն էլ մի կողմ, եթե կարիք լինի Պեկի ու ԱԱՑ-ի գործիքները դա կանեն համահայկական թամաշայի բարձր դոզայով։ Արտառոցը հասունանում է Գյումրի-Երևան քաղաքական անդունդը կամրջելու ժամանակ։ Եթե Գյումրիի ընդդիմության հավաքական համոզմունքը չի փոխվում, ընդդիմության կառավարիչն, եթե իհարկե լինի այդպիսին, պարտավոր է տեր կանգնել հենց իր պարզած դրոշին, որի գույնն ինքն է ընտրել, կամ ընդունել քաղաքականային կրոնը, որին դավանում է կենտրոնը։ Առաջինն անհավանական է, երկրորդը բացահայտում է Գյումրիի ընտրության տրագիկոմեդիան, որի հաջորդ արարին հանկարծ կպարզվի, որ հանրապետության երկրորդ քաղաքի ընդդիմադիր կառավարիչն Երևանի հետ ավելի ջերմ կապեր ունի, քան այն բնակավայրի պատասխանատուն, որը կենտրոնի քաղաքական խոհանոցին է պատկանում։ Դե ուրեմն գյումրեցուն մի վերագրեք մեղք, որի հետ ինքը կապ չունի։ Ավելին, բանականության կորուստն էլ, որ հարկի անհարկի շպրտում եք գյումրեցու երեսին, ուրիշ տեղ փնտրեք, բայց ոչ Գյումրիում։ Հակառակը Գյումրին բանականության ակունք է, միայն թե թողնված տեղական բդեշխների պահպանությանը։ Դա քիչ է, հետնել ուզում եք, որ անպաշտպանը, ինչպիսին այսօր գյումրեցին է, Բորենու երախում հեղափոխական քվե պաշտպանի։ Հաջողություն։